Հարցանագրենք, որ դեռևս ամիսներ առաջ Վարդան Ղուկասյանն արդեն իսկ պետք է լիներ ազատության մեջ, որովհետև վարչական կալանք հասկացողությամբ ունեցել ենք վերջնական դատական ակտ, որով Վարդան Ղուկասյանը պետքա լքեր Ամերիկայի Միացյալ Նահանգների սահմանները։ Այդ ընթացքում մի քանի երկրներ, այդ թվում Ռուսաստանի Դաշնությունը, առաջարկեցին անվտանգության երաշխիքներ, այսինքն այսպես ասած full վիզա, որի ուժով Վարդան Ղուկասյանը դիմում գրեց դատական իշխանությանը Ամերիկայի, որ այլևս չի ցանկանում, որպեսզի իր վերաքննիչ բողոքը քննարկվի, այսինքն դատական ակտից հետո Վարդան Ղուկասյանի փաստաբանները վերաքննիչ բողոք էին պատրաստել, համաձայն չլինելով, որ Միացյալ Նահանգները պետքա լքի։ Եվ հավասիկ իրական արդյունության վրա բողոք դիմում գրվեց, որ հրաժարվում է բողոքից, այսինքն անգամ իրավաբանականի ուսանողի համար ակնհայտ է, եթե դու հրաժարվում ես բողոքից, վճիռը ստանում է օրինական ուժ, իսկ վճռով պետքա լքեր Ամերիկայի Միացյալ Նահանգների սահմանները։ Եվ այդ պահից սկսեցին ոչ իրավական, ոչ իրավաչափ գործողություններ, որի արդյունքում այսօր Վարդան Ղուկասյանը բանտում է մինչև հիմա եւ ոչ թե կալանք է կրում, այլ պատիժ, բոլոր բացական եւ իրավական հետևանքներով։ Եւ չգիտես ինչու մինչ այս պահ արդեն հունվար, փետրվար, մարտ ավելի քան 3 ամիս Վարդան Ղուկասյանը գտնվում է կալանքի տակ բանտում եւ չգիտես ինչու Միացյալ Նահանգների լիազոր մարմինները այսպես ասած ընթաց չեն տալիս Վարդան Ղուկասյանի դիմումին, որը հրաժարվում է վերաքննիչ բողոք բերելու իր իրավունքից։ Ավելին, նաև պարոն Ղուկասյանը ժամանակին բարձրաձայնեց եւ ասեց, որ Նաջարյանը փոշմանել է նկատի ուներ Միացյալ Նահանգներին եւ որոշ լիազոր մարմնի ներկայացուցիչներ, այսպես ասած, զրույց են ունեցել Վարդան Ղուկասյանի հետ եւ առաջարկել են, որպեսզի բողոքը քննարկվի եւ իր խափանման միջոց կալանքը փոխեն, այսպես ասած, տնային կալանքը, ինչը Վարդան Ղուկասյանի կողմից բացաբար է անդրադարձվել եւ վերջինս հրաժարվել է։ Տեղեկացնեմ, որ այս ընթացքում ստիպված փաստաբանները նոր դատական process են սկսել, որպեսզի պարտավորեցնեն Միացյալ Նահանգների լիազոր մարմիններին, որպեսզի ընթացք տա Վարդան Ղուկասյանի դիմումին, այսինքն դիմում, որը հրաժարվում է բողոքից եւ բնականաբար պետքա դուրս գա եւ գնա երրորդ երկիր։ Ավասիկ ամերիկյան այսօրվա արդարադատությունը եւ մի քանի օրվա առաջիկա օրերին տեղ են ունենալու դատական այդ լսումները եւ տեղեկացնեմ, որ Ռուսաստանի Դաշնության համապատասխան լիազոր մարմինները իդեմս արտաքին գերատեսչության ակտիվ միջոցառումներ են իրականացնում, որպեսզի վերջապես Վարդան Ղուկասյանի խախտված իրավունքը վերականգնի։ Ավելին, տարբեր լիազոր մարմիններին նոտա են հղել, ստանալու անապահ պարզաբանում, թե որն է պատճառը, որ Վարդան Ղուկասյանը մինչև հիմա գտնվում է կալանքի տակ։ Վարդան Ղուկասյանին առաջարկություններ էին արել 3 երկրներից full վիզաներով, Վարդան Ղուկասյանը ընտրեց Ռուսաստանի Դաշնությունը։ Վարդան Ղուկասյանի տեղափոխման հետ կապված Միացյալ Նահանգները նախորդ տարվա վերջին ասել են ձեր իրավունքն է, որ պետքա տեղափոխվեք, բայց մենք ամեն ինչ անել ենք, որպեսզի ձգձգենք։ Դրանից լուսավոր կետը նա է, որ Վարդան Ղուկասյանը այնքան է իրանից բան ներկայացնում, որ այսօր Միացյալ Նահանգների իշխանությունները երազում են, ցանկանում են, շատ են ցանկանում, որպեսզի Վարդան Ղուկասյանը մնա Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Մենք արդեն իսկ տեղեկացել ենք, որ դոկուսակցությունը գնալու է դաշինքով, առաջիկայում այդ իրավական գործառույթները կիրականացվեն։ Ավելին ասեմ, այս ընթացքում բավականին առողջ ուժեր, քաղաքական միավորներ ցանկություն են հայտնել, որպեսզի միավորվեն եւ դոկդաշինքով գնան ընտրություններին եւ իրավամբ, գիտեք, ցանկանամ արձանագրեմ, որ Հայաստան ներկայիս քաղաքական իրականությունը մեր կարծիքով սպառված է։ Տասնամյակներ շարունակ մեր ժողովրդից խլվել է ոչ միայն բարեկեցությունը, այլև ազգային արժանապատվությունը, պետական ինքնիշխանության զգացումը եւ ապագայի հավատը եւ բացառապես տեսնում ենք, որ բացառապես Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ այդ խնդիրները հնարավոր է
լուծել։ Ինչի, որովհետև արձանագրեմ հետևյալը, կամ շարունակվելու ազգային արժեզրկումը, կամ սկսվելու է արժանապատվության վերականգնման անշրջելի գործընթաց, ինչը կարծում եմ ունակ եւ ընդունակ է կատարելու դոկդաշինքը բացառապես միավորված ֆորմատով։ Այսինքն մենք կարծում ենք, որ բացառապես միավորված է հնարավոր, օրենքի դիկտատուրայի ուժով է հնարավոր բացառապես դուրս գալ այս վիճակից եւ ունակ որը կոչվում է TRIP ճանապարհ կարծես գործող նախագահի անունով եւ կառավարումը ըստ էության, որքան ես կարողացել եմ որպես իրավաբան հասկանալ, կարծես 75%-ով կառավարման իրավունքը տված է Միացյալ Նահանգներում։ Ճանաչելով, լավ ճանաչելով տվյալ նախագահի վարքագիծը, ո՞նց եք պատկերացնում այդ 75% տված կառավարումը մենք ունենք երաշխիք, որ չի փոխանցի երրորդ անձին։ Ավելի շուտ ոչ թե չի փոխանցի, այլ նաև կվաճառի, դրա իրավունքն էլ է տված։ Բխող բոլոր հետևանքներով, իսկ թե ովքեր են լինելու այդ այսպես ասած գնորդները ավելի քան հասկանալի է թե ովքեր են շահագրգռված։